Հայաստանն ու Լիտվան այսուհետև ռազմավարական գործընկերներ են, փաստաթուղթ է ստորագրվել։ Այս մասին Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Սա մի ձևաչափ է, որը մեզ հնարավորություն կտա եւ ավելի լրջացնելու մեր քաղաքական երկխոսություն եւ համագործակցությունը, բայց նաեւ ավելի համապարփակ մոտենալու ոլորտային համագործակցությանը։ Մենք այսօր հնարավորություն ունեցանք քննարկել մեր տնտեսական համագործակցության հեռանկարները, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կիբերանվտանգության, որտեղ Լիտվան հարուստ փորձ ունի, որտեղ մենք որոշակի փորձ եւ գիտելիքներ ունենք եւ կկարողանանք օգտակար լինել միմյանց։ Իհարկե մենք մեր բարեկամությունը, որը վերջին տարիներին ընդգծված կերպով դրսևորվել է երկկողմ հարթություններում, իր դրսևորումն է գտնում նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններում եւ նաև միջազգային հարթակներում։ Մենք երախտապարտ ենք Լիտվայի գործընկերներին Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման աջակցության համար, ասաց նախարար Միրզոյանը։ Մեր հարաբերությունները հիմնված են նախ եւ առաջ ընդհանուր արժեքների վրա՝ ինքնիշխանության, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ սա իհարկե ուրախալի նորություն է, բայց կա զուգահեռ նորությունը, որ այս նույն արժեքները, որ ես քիչ առաջ նշեցի, թիրախավորվում են տարբեր կենտրոնների կողմից մեր օրերում եւ հիբրիդային սպառնալիքների ներքո են գտնվում եւ ուզում եմ ասել, որ սա եւս մի ոլորտ է, որտեղ մենք եւ Լիտվան սերտորեն համագործակցում ենք, ուրեմն հասցեագրելու այս մարտահրավերները։ Լիտվան ամբողջովին աջակցում է խաղաղության գործընթացին։ Համատեղ ասուլիսում ասաց Կեստուտիս Բուդրիսն ու նշեց, որ նախարար Միրզոյանը տեղեկացրել է աշխարհաքաղաքական զարգացումների մասին, ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների մասով դրական առաջխաղացումները։ Դրական առաջխաղացումների կարիք բոլորս ունենք, սա կայունություն եւ նոր հնարավորություն է բերում, ուստի Լիտվան լիովին աջակցում է խաղաղության գործընթացին եւ հուսանք, որ նոր տնտեսական հնարավորությունները դռներ կբացեն բոլորի համար, սահմանները բացելով, առևտուրը խրախուսելով, ինչպես նաեւ ճանապարհները, ենթակառուցվածքները բացելով, ժողովուրդների միջև կապերը, ապրանքների շրջանառությունն ազատ դարձնելով, ավելի կբարձրանա անվտանգության մակարդակը, որին արժանի եք այստեղ բոլորդ։ Խոսելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումից Հայաստանի արտգործնախարարը փաստեց, որ Հայաստանն ու Եվրոպական միությունն օր-օրի ավելի են մոտենում միմյանց եւ դրա համար կան բոլոր հնարավորությունները։ Կարող եմ ասել, որ ինչպես նախկինում այսօր եւս եւ հուսով եմ վստահ եմ վաղը եւս Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը եւ տարբեր ոլորտներում Եվրոպական միության հետ ուրեմն այդ ինտեգրացիայի գործընթացին։ Պետք է ասեմ, որ նախկինում եւս Հայաստանի մոտեցումները մենք միշտ բավական դինամիկ կերպով ներկայացրել ենք տարբեր հարցերում Հայաստանի մոտեցումները ներկայացրել ենք Եվրոպական միության մեր գործընկերներին, ինչպես Եվրոպական միության, այնպես էլ անդամ երկրների գործընկերներին եւ այս գագաթնաժողովը եւս այս առումով որևէ բացառություն չէր։ Միրզոյանն անդրադարձել է նաեւ Հայաստանից հնչող հայտարարություններին եւ ակնարկել, որ Հայաստանը չի պատրաստվում ապահարզան ունենալ որևէ գործընկերոջ հետ։ Ընդհանրապես քաղաքականություն եւ դիվանագիտությունը այդպիսի ապահարզաններ կարծեմ թե այդպես առանձնապես չի ճանաչում պատմության ընթացքում, մենք նաև չենք պատրաստվում այսպես հակամարտ կամ երևի ավելի տեղին կլինի ասել լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, մենք գործընկերներ ենք, որոնք կապված են բազմաթիվ կապերով եւ մենք տրամադրված ենք առողջ ուրեմն միջավայրում, առողջ քննարկման միջավայրում այդ հարաբերությունները, փոխշահավետ հարաբերությունները զարգացնելուն։ Անշուշտ Ռուսաստանի հետ հարաբերություններում խնդիրներ կան, ասաց Միրզոյանն ու ավելացրեց, խնդիրներ կան նաև ամբողջ աշխարհում։ Այդ խնդիրներին ուղղակի պետք է կոնստրուկտիվ քննարկման լուծումներ գտնել եւ ի վերջո բոլոր կողմերը, ես նաև տեսական ասում եմ, էլի բոլոր տեսակի հարաբերությունների համար պետք է մեծ հարգանքով վերաբերվեն մյուս կողմի այս կամ այն հարցում ինքնուրույն որոշում կայացնելու ուրեմն իրավունքին։ Մենք շատ լավ հասկանում ենք եւ Ռուսաստանից չէ որ մեզ պետք է ասեն, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը եւ Եվրոպական միության անդամակցությունը
անհամատեղելի են։ Հնարավոր չի մենք մնանք Եվրասիական տնտեսական միության մեջ եւ դառնանք Եվրոպական միության անդամ։ Արարատ Միրզոյանը վստահեցնում է, երբ հասունանա այդ պահը, որ պետք է որոշում կայացնել լինել այս թե այն խմբի երկրների ընտանիքների անդամ, Հայաստանը այդ որոշումը կկայացնի եւ դրսից չէ, որ պետք է այդ մասին ասեն։ Խոսքը եզրափակել է նախարար Միրզոյանը։ Հասմիկ Վահրադյան, Արմալուր։